Երեք քաղաքի պլանավորներից մեկում ինչ վիճակ է, հանրային տրանսպորտում խայտարակ վիճակ է, վարորդների վրա, այսպես ասենք, Ավինյանը պահանջներ է դրել, բայց խնդրեմ, ասա իրենց բարեկցած տրանսպորտային։ Կներեք քաղաքապետարանի հսկի չեք դուք, հսկի չեք դուք, բայց որտեղ է աշխատող եք։ Դե հիմա մի հատ ես մարդկանց տեղավորեք, որ վճարեք։ Դե փորձեք տեղավորեք, ես էլ պետք է այստեղ նստենք, մենք էլ պիտի նստենք, մեզ էլ փորձեք տեղավորեք։ Տեսեք, ավտոբուս ՓԲ-ից է, երիտասարդ աշխատակից է, հիմա եկել է, ասում է ձեզ տեղավորում ենք, փոքր առաջացեք։ Կներեք է, որ ասում են բարելավել է, սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, հա? Այս սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, ոչ, այսօր չեն եկել է այսպես եղել, ես այսպես եկել եմ, հասել եմ այստեղ, Տիգրան Ավինյանն էլ հրավիրել եմ, բա մենք չնստեցին, այստեղ մարդիկ չնստեցին, չէ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ, Տիգրան Ավինյան, հատուկ քեզ համար երիտասարդի ոտքերը դուրս են մնացել, մարդկանց ոտքերը, քեզ համար Տիգրան Ավինյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու, ինչը Խնդրեմ, այս պատկերը և երեկ էլ մինչ այսօր մեկ այլ տեսանյութ եք պատրաստել, թե ինչ է տեղի ունենում, հանրային տրանսպորտում ինչ բողոքի, այսպես ասենք, աղմուկ կա, պայմանավորված վերջերս Տիգրան Ավինյանի հայտարարությամբ։ Համեցեք և հետո արդեն մի քանի թեմաներ ունենք։ Շնորհակալություն։ Իրականում ես արդեն երրորդ օրն եմ մտածում եմ, թե Տիգրան Ավինյանը ինչի է այսպիսի խաժամուժ, այսպիսի խառնաշփոթ, այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծել մայրաքաղաքում, արդյոք Տիգրան Ավինյանը փորձում է ամեն ինչ անել, իրենց չունեցած, ՔՊ-ի չունեցած վարկանիշը մինչև վերջ իջեցնել, թե իսկապես փողը այնքան է պակասել, որ այս մարդիկ գնում են հնարավոր եւ անհնարին բոլոր քայլերի։ Ես ավելին չեմ ուզում խոսել, Երևանի տրանսպորտի վիճակը այսպիսին է, բայց այս վերջին 3 օրերին ավելի է սաստկացել, ինչի պատճառով, որովհետև եթե նախկինում վարորդները բացում էին երկու դռները, մարդիկ երկու դռնից մուտք էին ունենում ավտոբուս, վճարում էին, երկու դռնից իջնում էին, հիմա վարորդները ստիպված են, իրենց այդպես է հրահանգավորված, այդ խեղճ մարդիկ, որ առավոտյան ժամը 6-ից արթնանում են, ղեկին են, հիմա մի հատ էլ Տիգրան Ավինյանը այս մարդկանց հսկիչ է դարձրել եւ այդ մարդկանց ըստ երևույթին դե հրահանգվել է, որովհետեւ բոլոր վարորդները նույն գործողություններն են իրականացնում, գրեթե անխտիր, բացում են արջևի դուռը, բոլորը նստում են, կանգառներում սկսվում է խցանումներ եւ այն ժամանակահատվածը, եթե ասենք օրինակ X համարի ավտոբուսը պետք է A կետից B կետ հասներ 15 րոպեում, հասնում է առնվազն 40 րոպեում, որովհետև մի հատ բացում են մարդիկ են բարձրանում, մի հատ բացում են մարդիկ են իջնում, հետո դժգոհություն է առաջանում, հետո վարորդների ու այդ քաղաքացիների միջև վեճ է սկսվում։ Սիրելի վարորդներ, նախ ուզում եմ ձեզ ասել, շնորհակալությունս հայտնել այն ծանրաբեռնված աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք այս խցանումներով լեցուն մայրաքաղաքում, եւ ես վստահ եմ, որ որևէ վարորդի աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ վարորդը նաև հսկիչ է։ Եթե վարորդը նաև հսկիչ է եւ դա կա պայմանագրում, ապա 25 թվականին Տիգրան Ավինյանը, Երևանի 9%-անոց քաղաքապետը, ինչու 270 միլիոն, եթե գուցե ես թիվը որոշակիորեն սխալվում եմ, մի քիչ ավել կամ պակաս, 270 միլիոն դրամ հատկացրեց առանձին հսկիչների համար։ Եվ մենք բոլորս ականատես ենք եղել, որ հսկիչները ընդհանրապես տրանսպորտում եղել են 10-15 օր, ոչ ավել, ամբողջ 25 թվականից մինչև այս ժամանակահատվածը ընկած ժամանակի ընթացքում։ Եթե հարգելի վարորդներ, դուք նաև հսկիչ եք, հիմա հարց եմ ուղղում, արդյոք դուք վճարվում եք նաև հսկիչի
աշխատանք կատարելու դիմաց։ Եթե դուք հսկիչ չեք եւ Երևանի քաղաքապետարանը անօրինական ձեզ ծանրաբեռնում է այդ աշխատանքով, ես ձեզ ասում եմ, ձեր կողքին կանգնած ենք, կարող ենք դիմել դատարան եւ Տիգրան Ավինյանը թող հատուցում տա բոլոր այն վարորդներին, որոնք այս ծանրաբեռնված օրերին լծվել են նաեւ հսկիչի աշխատանք կատարելով։ Եվ երկրորդ հարցը, որ ես ուզում եմ նորից, մենք մտածում ենք նորից դիմել դատարան, դա այն է, որ որևէ ավել փող աշխատելը չպետք է կախված լինի մարդու կյանքի անվտանգությունից։ Այս կադրերում դուք տեսաք, որ ասենք 60 հոգու կամ 70 հոգու համար նախատեսված ավտոբուսում 110-120 հոգի մարդեր տեղափոխվում։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց կյանքի հետ խաղալ, մարդկանց կյանքը վտանգել եւ ել չեմ ասում, որ լարվածության մեջ պահելով վարորդներին կարող են վարորդները ամեն րոպե վթարի ենթարկել եւ ամեն րոպե կարող է անդառնալի իրավիճակ ստեղծվել այդ 110-120 հոգու մարդու կյանքի համար։ Դիմում եմ եւ հորդորում եմ Երևանի 9%-անոց քաղաքապետին Նիկոլ Փաշինյան, կպեք ձեր գործերին ու տեսեք ինչպես կարող եք դրսից, այստեղից, այնտեղից փողեր բերել հիբրիդային պատերազմի անվան տակ։ Դուք մի մտեք մարդկանց գրպանը այս կերպ, դուք մի մարդկանց նյարդայնացրեք, քո քաղաքապետով, քո իշխանությունով, դուք ամեն տեղ մարդկանց գրպանը մտնելու համար իշխանություն եք, որովհետև յուրաքանչյուր Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ամեն երրորդ քաղաքացին հարկադիրի տակ է։ Դուք ասում եք, կհիշեք դուք ինչով եկաք, դուք եկաք տեսախցիկները փակելով։ Մայրաքաղաքի ամեն հատվածում տեսախցիկ է, բայց այս վիճակագրությունը, որ կա ավտովթարների ցուցանիշը, ուղղակի խայտարակություն է, աշխարհում չկա այնպիսի երկիր, թվականակի առումով եմ ասում, բնակչության թվականակի առումով, որտեղ ավտովթարները այս կարգի խայտարակ վիճակում լինեն։ Էլ չեմ ասում, երբ երեկոյան ժամերին դուրս ես գալիս Մայրաքաղաքի օրինակ Աչափնյակ համայնք, ռազմորկաներ են ամեն տեղ։ Մեր բանակից շատ ոստիկանական զորք ունեցող Երևանում ամեն ուգլի վրա, ինչպես ասում էին երեկվա այդ տղերքը, ռազմորկաներ են։ Այդ ձեր ստեղծած հասարակությունը, ձեր ստեղծած իրավիճակը, ձեր ստեղծած կյանքը հենց այսպիսին է, սակայն սա չէ խայտարակության ամբողջ պատկերը։